Դեմիրճյանի մայրը՝ լուսնթագը, 20-րդ դարի սկզբին թուրքերի իրականացրած դաժան ջարդերի ականատեսն էր։ Նրա աչքի առաջ կյանքից զրկեցին ողջ ընտանիքին, եւ ողջ էին մնացել միայն նա ու քույրը, ով ցավոք կյանքից հեռացավ մանկատանը, միայնակ թողնելով Դեմիրճյանի մայրիկին։ Այդ տարիներին հայերը փորձում էին որքան հնարավոր է շատ որբերի որդեգրել, որպեսզի նրանք փողոցներում կամ մանկատներում չմնան։ Նման մարդկանց թվում էր նաև մեծն բանաստեղծ Թումանյանը, ով չնայած արդեն 10 զավակ ուներ, բայց եւ որդեգրեց տասնյակից ավելի որբերի։ Զարմանալիորեն, թե ճակատագրի հեգնանքով այդ որբերի թվում էր Դեմիրճյանի մայրը՝ լուսնթագը։ Գրքում ահա ներկայացված է լուսնթագի եւ հարևանների խոսակցությունից մի դրվագ։ Մի անգամ հարևաններս կեսրոջս հարցրեցին. «Լյուսիա, միթե դու հոգեպահուստ ոսկի չունես, չէ՞ որ դու վանեցի ես, իսկ վանեցիները սիրում են ոսկի»։ Տիկին Լյուսիան արժանապատվությամբ պատասխանեց. «Ինչու՞ չէ, ես ունեմ հնորյա, շատ թանկարժեք 2 ոսկե